Թուրքական մամուլը համենայն դեպս գրում է, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում կբացվի սահմանը, բայց ես ենթադրում եմ բեռնափոխադրումների եւ երրորդ երկրների քաղաքացիների համար, ոչ ամբողջականա բացվելու սահմանը։ Կամ եթե միջև իհարկե 6 ամսվա ընթացքում վերջնական խաղաղության պայմանագիրը չստորագրվի Ադրբեջանի հետ։ Եթե ստորագրվի ավելի շուտ։ Եթե ստորագրվի ավելի շուտ, այո։ Այսինքն նախապայմանը մնում է հայ-ադրբեջանական հարաբերությունը։ Ամբողջական բացման համար, այո։ Եթե Թուրքիան հիմա նկատելիորեն process առաջ է տալիս, ինչու է անում դա։ Էրդողանն էլ հայտարարում է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը մոդել խաղաղության պայմանագրի ստորագրման։ Էրդողանն էլ պատական հայտարարություններ կարծես թե չի անում այս։ Այո, համաձայն եմ։ Ընդհանրապես ես կասեի, որ Էրդողանի ասած խոսքերը այս ընթացքում վերջին տարիներին հայ-ադրբեջանական այսպես գործընթացների հետ կապված իրատեսականն են եղել եւ այսպես ճիշտ։ Հետո կպարզվի խոհանոցի տերը Էրդողանն է եղել այս։ Դե ես միշտ ասել եմ այդ մասին։ Եվ այսինքն այն ինչ գործընթաց որ կա եւ մանավանդ որ Վաշինգտոնի հռչակագիրը ստորագրվեց, դրանից հետո արդեն ակնհայտորեն ես կարծում եմ, որ նաեւ արևմուտքից հատկապես նահանգներից կա որոշակի ճնշում Թուրքիայի վրա եւ Թուրքիան ուրեմն կգնա վերջնական սահմանի բացմանը։ Երևան-Ստամբուլ չվերթներ, դա էլ է արդեն անուսավորվել թուրքական պաշտոնյաների, թուրք պաշտոնյաների Քլիչի կողմից մասնավորաբար մարտից կարծեմ։ Մարտի 11-ից։ Այս նույն կոնտեքստում պետք է դիտարկել։ Ես կարծում եմ այո, որովհետև իրենք այս եւ նաեւ մի քանի այլ հարցերի շուրջ որոշ ժամանակ տեղի ունենում ավելի շուտ որոշակի գործընթաց։ Մենք քննարկել ենք ձեր տաղավարում, որ Turkish Airlines-ը փորձում ամտնի Հայաստան եւ իրենք ինչ որ ժամանակ էին ըստ էության վերցրել գնահատելու համար ինչա հնարավոր